Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Հակակոռուպցիոն դատարանը պատիվ ունեմ դաշինքի պատգամավորի թեկնածու Գորսե Թրակյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, ըստ մեղադրանքի նա լինելով պատիվ ունեմ դաշինքի պատգամավորի թեկնածու 2021 թվականի արտահերթ խորհրդանական ընտրությունների ընթացքում կազմակերպել ու իրականացրել է ընտրակաշառքի համակարգված բաշխում։ Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, գանգատի առարկան Երևանի Բուզանդի 32 հասցեի գույքն է, որը դեռևս 2000-ականների սկզբին ներառվել է հին Երևան նախագծում, սակայն այսօր որևէ գործողություն չի կատարվել։ Ներպետական ատյանները սպառելուց հետո Թուֆենկյանի ներկայացուցիչները այս տարվա փետրվարի 26-ին են դիմել մի ետ։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաեւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն։ Պարզվել է, որ կազմակերպության գլխավոր հաշվապահը տարեկան ֆինանսավորումների արդյունքում չօգտագործված միջոցներից կոմիտեի գանձապետական հաշիվներին 2019-ից մինչև 24 թվականները վերադարձված 210 միլիոն 946 հազար դրամը չի փոխանցել հանրապետության պետական բյուջե։ Գլխավոր հաշվապահին մեղադրանք է ներկայացվել։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև տարբեր ժամանակահատվածներում կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնները զբաղեցրած երկու անձանց։ Ապրիլի 21-ին տեղեկություններ են ստացվել, որ նոր Արեշ թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկում դիկա։ Ոստիկանները հայտնաբերել են մահացած օտարերկրացու մարմինը։ Ապրիլի 21-ին Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են Mazda, Rivian եւ Opel Magnishi ավտոմեքենաները։ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 21-ին Սպիտակ Երևան ավտոճանապարհին բախվել են MAN Magnishi Բեռնատաժն ու Opel Astra Magnishi ավտոմեքենան, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 21-ին Վանաձոր Ստեփանավան ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Արմանն իր բարազված 2121 Magnishi ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլխի վայր հայտնվել Ձորում։ Վարորդը եւ ուղևոր 26-ամյա Մխիթարը տեղափոխվել են հիվանդանոց։ Ապրիլի 22-ինահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի բակում հրդեհ է նկատվում։ Հրշեջ փրկարարները մեկուսացրել ապա մարել են կրակը, այրվել են չգործող թոնրատ ընտանիքի փայտե կառուցատարերը եւ ներսում կուտակած փայտ մոտ 12 խորանարդ մետր։